Հարավկովկասյան երկաթուղի փակ բաժնետիրական ընկերությունը հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Ախուրյանի կայարանում լոգիստիկ կենտրոն է պատրաստում կառուցել։ Հերթական տեղեկությունը, որի տարածողն այս անգամ լեհական մամուլն է։ Ախուրյան կայարանում այս մասին իմացել են, բայց այն ինչպես եւ մյուս բոլոր անելիքները համարում են նախագծեր, որոնք իրականություն կդառնան միայն այն բանից հետո, երբ երկու երկրները Հայաստանն ու Թուրքիան կգան ընդհանուր հայտարարի հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու ուղղությամբ։ Իսկ դա նշանակում է, որ մինչ այդ տարածվող ոչ բոլոր տեղեկություններն են, որ համապատասխանում են իրականությանը։ Օրինակ, եթե հավատանք լեհական լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններին, Ախուրյան կայարանում արդեն իսկ սկսել են լոգիստիկ կենտրոն կառուցելու նախնական աշխատանքները, մինչդեռ կայարանում հիմա ավելի շատ զբաղված են հարակից տարածքի մաքրման աշխատանքներով։ Մենք կայարանը բերել ենք սանիտարական նորմալ կարգի, մաքրել ենք գծային ծառայության հետ միասին, այնպես որ կայարանը կարող է հիմա էլ գնաց կընդունել։ Կայարանը հայտնվել է աննախադեպ ուշադրության կենտրոնում։ Գրեթե ամեն օր տարբեր պատվիրակությունների ու բարձրաստիճան հյուրերի են ընդունում ու ճանապարհում այստեղ։ Դարձյալ ու արդեն որերորդ անգամ հիշեցնելով, որ կայարանը պատրաստ է վերագործարկման, թեկուզ եւ հենց վաղը, կայարանապետը չի մոռանում հավելել, որ անկախ դրանից շինարարական աշխատանքների եւ զգալի ներդրումների անհրաժեշտությունը կա, փոխել է պետք կոճղափայտերը, սլաքային փոխադրիչները, վերանորոգել է պետք ադմինիստրատիվ մասնաշենքը եւ այլն։ Ավելի լավացնել կայարանի վիճակը, նորմալացնել, նախատեսված է կոնտեյներային հրաբարակի կառուցում, պարսպան բեռնաթափան հրաբարակի կառուցում եւ գծերի նորոգման աշխատանքներն են, որոնք որ մինչեւ ձմռան մոտ ես 2 ամսվա ընթացքում մենք ուզում ենք որ վաղակի նորոգման աշխատանքներ կատարել։ Սահմանամերձ բնակավայրերում ապրողները եւս հետաքրքրված են, ուշի-ուշով հետևում են լրատվությանը, թե ինչ է կատարվում եւ թե երբ կբացվի սահմանը, հետաքրքրում է բոլորին, միայն թե որոշակի վերապահումներով։ Ախուրիկ համայնքի բնակիչներից ոչ բոլորի սրտով է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ասում են, եթե սահմանի բացումը Ղարաբաղի կամ ցեղասպանության գնով է լինելու, ուրեմն ջարը բացվի, ջայնամը բացվի։ Եթե մեզ ոչ տակ է, ոչ պաղ է։ Մեր ցեղասպանությունը չեն հաստատում։ Մեր տան վրա նստել է թուրքը, հիմա սահմանը բացում լի։ Ամոթ է բիլա, մեր բառը մեկ ասել է։ Այո, ճանաչելի շատ մասպանքն է։ Էս լաշեն, մեր Սերժը ինչ պետք է։ Ոմանց էլ ոգևորել է աշխատանք ունենալու հեռանկարը, հատկապես կայարանի հարակից բնակավայրերում ապրողները հույսեր են փայփայում։ Սահմանի բացման դեպքում արտագնի աշխատանքի չեն մեկնի, եթե աշխատելու հնարավորություն ընձեռվի կայարանում։ Բոլորս գյուղը Սաղեք ուզեն։ Իա, այդ ոչ չի ես արդեղ աշխատի համար։ Տեսնի։ Ես տանչետա արդագնած աշխատանքի Ռուսաստանում կերտան ստեղ։ Ինչի չեն ուզե։ Ազատ անցնենք դառնանք տեսանք մեր հողը։ Չի եղնի։ Սայմանագը բանան լավ կաշխատին, գեգամուտ կստանանք, փող կտա մենք կկաբրենք։ Սմանք են կաբրա։ Հղետես չեմ աբրի։ Կայարանապետը չի հիասթափեցնում, վերագործարկման դեպքում առնվազն 100 աշխատատեղ կլինի այստեղ։ Արմինե Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։